Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլքերսոն, օր ապրիլի 1 Տերը մեր խաղաղությունը Աստծո էությունը բացահայտվում է նրա անուններով, այդ անունների իմացությունը և նրա բնավորության հանդեպ հավատքը մեծ պաշտպանություն են ապահովում թշնամու հարձակումից։ Աստված Ովսեի միջոցով խոսեց. «Իմ ժողովուրդը բնաջինջ եղավ, գիտություն չունենալու պատճառով» Ովսե 4:6 Ենթատեքստն այստեղ շատ զորեղ է։ Աստված մեզ ասում է, որ նրա էության և բնավորության մասին մտերիմ իմացությունը, ինչպես բացահայտվում է նրա անունների միջոցով, հզոր վահան է սատանայի ստերի դեմ։ Սա մեզ բերում է Տիրոջ անուններից մեկի՝ Եհովա Շալոմի։ Այս անունը մենք տեսնում ենք Դատավորաց գրքում, որտեղ Տերը հայտնվեց Գեդեոնին հրեշտակի տեսքով։ Դատավորաց 6:22-24 խոսքեր։ Ինչ է կոնկրետ նշանակում այս անունը՝ Եհովա Շալոմ։ Եբրայերեն շալոմ բառը որպես գոյական նշանակում է ամբողջություն, առողջություն, բարեկեցություն։ Դա նշանակում է լինել ամբողջական, ներդաշնակ Աստծո և մարդու հետ, ունենալ առողջ հարաբերություններ։ Այն նաև նշանակում է հանգստության վիճակ, ներքին և արտաքին խաղաղություն, հոգևոր և զգացմունքային հանգստություն։ Մի խոսքով, շալոմ նշանակում է ամբողջություն կյանքում կամ աշխատանքում։ Շալոմը որպես բայ նշանակում է լինել ամբողջական, կատարյալ կամ խաղաղված։ Կրկին ես պետք է հարցնեմ. ինչ կապ ունի Աստծո այս կոնկրետ անունը այսօր իմ և եկեղեցու հետ։ Պարզապես սա. շալոմը հնարավոր չէ վաստակել։ Մենք երբեք չենք ստանա Տիրոջ շալոմը, մինչև չհասկանանք, որ սա շատ լուրջ է։ Ես գործ ունեմ ամենակարող Աստծո, տիեզերքի Արարչի և Պահպանողի հետ։ Ինչպես կարող եմ շարունակել նրան ընկալել որպես ինքնին։ Ինչու եմ շարունակում համտեսել նրա շնորհը և ապրում այնպես, կարծես նա խուլ և կույր է իմ գաղտնի որոշումների և կասկածների հանդեպ։ Արդյոք դողում եք Աստծո խոսքի առաջ։ Պատրաստ եք հնազանդվել այն ամենին, ինչ նա ասում է։ Եթե այո, դուք կստանաք Եհովա Շալոմի հայտնությունը։ Նա անձամբ կգա ձեզ մոտ որպես Տերը, ձեր խաղաղությունը, և ձեր հոգին կլցնի գերբնական զորությամբ յուրաքանչյուր թշնամու դեմ։ Դուք չեք կարող վաստակել նման խաղաղություն։ Դա Աստծո պարգևն է, որը կգտնեք միայն նրա մեջ։